Բարևներ բոլորին, այսօր որոշել եմ վիդեոհոլովակ տեղադրել մեր հայ դիտորդների համար։ Պատրաստելու ենք հավի կոտլետներ, մեջը շատ խառը բաներ չի գնում, հիմա ամեն ինչ ցույց կտամ։ Այստեղ ինձ մոտ հավի միսը աղացած, այստեղ ավելացնում ենք աղ, ըստ ճաշակի, հետո սև բիբար, մեկ ձու, այսպես, և ինձ մոտ այստեղ պարմեզան է, ես ավելացնում եմ 2 ճաշի գթալ պարմեզան, դուք կարող եք ավելացնել ալուր, ուղղակի, և լավ խառնում ենք, երկար խառնում ենք, գրեթե 5 րոպե, պետք է լավ ձեռքերին կպչող ֆարշ դառնա մեզ մոտ, այսպես, ես ոտահա խառնեցի ձեռքերով 5 րոպեի չափով և վերցնում ենք այսպես չափաբաժին, այսպես ձեռքերով ստանում ենք գեղեցիկ այսպիսի տեսք և այստեղ ումինյա պարմեզան է, ուղղակի թաթախում ենք այսպես պարմեզանի մեջ, բոլոր կողմերից, այսպես, լավ ձեռքերով էլի այսպես ձև ենք տալիս և ոտ, ամեն ինչ պատրաստ է։ Ես միանգամից բոլոր կոտլետները ձևավորում եմ, այսպես պատրաստ շարում և հետո նոր ուղարկում միանգամից բուսայուղի մեջ, տապակվելու։ Նույն ձև կարող եք մեջ ավելացնել կարագ, պանիր, սունկ, ինչու չէ ոչ, նույն ձև փակել մեր մսով, թաթախել պարմեզանի մեջ և ուղարկել տապակվելու, շատ համեղ կստացվի, ես երեխաների համար եմ պատրաստում, դրա համար ոչինչ չեմ ավելացնում, այսպիսի գեղեցիկ և հավասար կոտլետներ ստացվեցին ինձ մոտ, գնացինք տապակելու, տապակում ենք երկու կողմից, շատ երկար պետք է տապակել, որ գույնը շատ մուգ չլինի, այսպես, ահա և վերջ մեր կոտլետները պատրաստ են, հիմա ձեզ ցույց կտամ մեջը, այսպիսի համեղ և մեջը ջրով լի կոտլետներ, շատ համեղ է, շատ